իմ տպավորությամբ, որ սա նայած ով ոնց կիրառի այս ամենը։ Իսկ եթե ընդհանրապես խոսանք հիբրիդային պատերազմի մասին կամ խոշոր պետությունների ազդեցության մասին փոքրերի վրա, հիմա տեսնում ենք Տրամպը ոնց է իր հարցերը լուծում։ Մեկը ինչ որ մի բան ասեց, դուրը չեկավ, նույնիսկ իր պարտներներին եվրոպացի 200% տարիվ, 50% տարիվ, 70% տարիվ, այս կանեմ, այն կանեմ, ու աշխատում է, այնպես չի որ չի աշխատում։ Հենց որ ասում 80% տարիվ, հետո բանակցում ենք 25-ով բարիշում ենք, կոպիտ ասած, բայց բան է փոխում։ Հիմա դուք պատկերացրեք, որ հանկարծ Ռուսաստանը որդեգրի նման ոչ աշխատելու այն տարածքների վրա, որոնք պատմականորեն այսպես համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի։ Հիմա պատկերացրեք օրինակ, ինչ որ մի բան հիբրիդային պատերազմից խոսած, կամ Արեն Սիմոնյանը մի հիմարություն ասեց հերթականը, օրինակ Ռուսաստանի նախագահը տեսականորեն հայտարարում է 200% տարիվ Հայաստանի վրա։ Ինչ ենք անելու։ Մենք ընդունում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է այս քաղաքականությունը վարել, բայց մենք նույնիսկ մեր մտքով չի անցնում, որ Ռուսաստանը կարող է նման բան անել, որտեղ Ռուսաստանը իրեն այնպես է պահել այս ընթացքում, որ մենք չենք էլ պատկերացնում, որ կարող է անել։ Բայց Ռուսաստանի լծակները մեր վրա նման կարգի քաղաքականությամբ ազդելու հսկայական է։ Հսկայական է։ Նման կարգի մին քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ պրոբլեմ է, որովհետև մենք մեր գյուղարտադրանքը բացի Ռուսաստանից ուրիշ չի գնում։ Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը, այսպես ասենք, հիբրիդային պատերազմի շրջանակներում նման մի քայլի դիմի։ Ես հիշեցնեմ, հիշողությունս լավ է։ 19 թվական Վրաստանում Գաբունիա անունով մի լրագրող կար, բավական հայտնի, Ռուստավի հեռուստաընկերության եթերում շատ կոպիտ արտահայտվեց Ռուսաստանի վերաբերյալ եւ Ռուսաստանի նախագահի հասցեի հայհոյանքներով։ Դուք չեք հիշում ինչ է եղել դրանից հետո։ Հիշեցնեմ, երևի հիշում եք, անմիջապես կաղնեցրին ամբողջ առևտուրը, բոլոր թռիչքները չեղարկեցին։ Դա եղավ հուլիսի սկիզբ։ Ոչ մի ինքնաթիռ այլևս այդ հաղորդակցությունը օդային կտրեցին։ Հսկայական կորուստներ ունեցավ ամբողջ Վրաստանի բիզնեսը։ Տուրիստական սեզոնը մեռավ, որտեղ 70%-ը Ռուսաստանի քաղաքացիներն էին։ Վրացիք այդ լարագրողին գործից հանեցին, ներողություն խնդրեցին եւ ժողովուրդը հասկացավ, թե ինչքան է իր տնտեսությունը, իր բարեկեցությունը ամեն մարդու, ինչքան է կախված Ռուսաստանից։ Բաթումի այդ հյուրանոցների այդ ամառը դատարկ էին։ Ինչի համար եմ ես դա հիշեցնում։ Որտեղ Ռուսաստանը շատ համբերատար է եւ իրենք մեզ գիտեք ոնց է նայում։ Իրենք նույնիսկ եթե մեկը ինչ որ կտուկ ասում է, միգուցե մի քայլ անենք եւ այլեւ, նայեք ամերիկացիք ինչ են անում։ Ասում են, բայց հայ ժողովուրդը մեր մասին ինչ կմտածի։ Շատ զգայուն են նրա վերաբերյալ, թե մեր ժողովուրդը ինչ կմտածի Ռուսաստանի նկատմամբ։ Սա գալիս է մեր sense ընդհանուր անցյալից, գալիս է որ մեկ երկրում ենք եղել, շատ գործոններ կա, նաև մշակութային կապերից, ազնական կապերից, սրանից է գալիս։ Բայց պատկերացրու, եթե մի պահ ուղղակի պատկերացրեք, եթե սկսեն վարվել Միացյալ Նահանգների պես։ Տրամպը չի մտածում, մեքսիկացին ինչ կմտածի, երբ որ ասում է տարիֆները 100% քննարկենք, կամ կանադացուց չի մտածում, նա ինչ է մտածելու։ Իր ձեռքին այս լծակը կա, կիրառում է, ասում է, հնարավորություն ունեմ, անում եմ։ Ու մենք դա չենք գնահատում, հակառակը, մենք Ռուսաստանի հասցեին ինչ ասես ուղղակի կամ անուղղակի փորձում ենք ցեղ շպրտել Ռուսաստանի վրա, չմտածելով, թե ինչ կարգի լծակներ ունի այդ երկիրը ազդելու համար մեր ժողովրդի տրամադրության վրա։ Ոչ միայն գյուղատնտեսությունը։ Դուք վերցրեք, վերջերս հրապարակվել է
հարկատունների, խոշոր հարկատունների ցուցակը։ Վերևի 10 վերցրեք։ Դրանից 8 ամբողջությամբ փող են աշխատում Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Մի հատ այս սենց մի հատ բանով կարան դրանց մուտքը Ռուսաստան փակեն։ Միակ այս սենց բան։ Դուք ճիշտ հասկացեք իրավիճակը։ Եթե փորձ են նման բան անել, ես առաջինն եմ լինելու, որ խնդրելու եմ չանեն, իմ կապերը օգտագործելով։ Բայց ես նաև պրագմատիկ հասկանում եմ, որ ինչ կարգի ազդեցություն կարող են ունենալ։ Եթե սա է հիբրիդային պատերազմը, հիմա ինչ ասեմ, դա ուղղակի ամոթ է։